Բարև Նարեկ ջան, բախտում եմ քեզ եւ բոլոր քաղբանտարկյալներին ազատություն։ Ափսոս զրկել են զգալու այն հզոր էներգետիկ ուժը, որը փոխանցում է գինդ, անտիֆեյքի թիմը եւ մնացած բոլոր համախոհները։ Հարցս հետեւյալն է. արդյոք ժամանակը չէ քաղաքական հայտ ներկայացնելու։ Շնորհակալություն։ Հարգելի Անդ, հավատացնում եմ, որ առավելագույնս զգում եմ այդ էներգետիկան, տեսնում եմ դրա արդյունքները։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ այս վախեցած ստահակները անգամ ֆիզիկապես չեն կարողացել բանտարկել ինձ։ Ամեն ինչ նույն ունով ընթանում է, ուղղակի փոխվել են աշխատանքային գործիքներն ու սահմանափակվել ժամանակը։ Մնացածը ես ստանում եմ, կարդում եմ, գրում եմ։ Քաղաքական հայտի մասով ասեմ, որ ես միշտ իմ էությամբ քաղաքական եմ եղել, շնչել ու արտաշնչել եմ այդ ոլորտով։ Քաղաքականությամբ զբաղվել ինձ համար երբեք ինքնանպատակ կամ ոմանց նման զորահանդեսային հրովարտակով դրա մասին հայտարարել չի նշանակել։ Առավել ևս, երբ իմ գործունեության ողջ ընթացքում ես քայլել եմ քաղաքականությամբ զբաղվողների եզրագծին շատ մոտ։ Հասկանում եմ, որ հիմա առավել քան երբևէ հասունացած է ամբողջությամբ քաղաքական գործունեությամբ զբաղվելու թե պատեհ պահը, թե համապատասխան հասունությունն ու թիմակիցների ու համակիրների ակնկալիքները։ Բայց այդպիսի որոշում կայացնելու համար բանտային պայմանները լավագույն միջավայրը չեն։ Երբ դուրս կգամ ռեժիմի գերությունից, այս հարցը կլինի ամենաառաջինը, որ կքննարկեմ իմ ընտանիքի անդամների, ավելի լայն ընտանիք դարձած թիմի, ընկերների ու համագիրների հետ եւ անպայման հրապարակային կետ առ կետ կանադառնամ որոշմանս բովանդակությանը։ Շատ շնորհակալ եմ հարցի համար։